ռուսական ինսայդերի հրապարակումը ըստ Այո, որի այո։ Սամվել Կարապետյանը Կալուգայում արտասահմանյան անձնագիր ստանալու ժամանակ պարզ է դարձել, որ նրա անձնական գործերում նշված է, որ աշխատանքի վայր դաշտում արկա է եղել FSB-ի տեղեկատվական կենտրոն նշումը եւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության օպերատիվ աշխատակիցը անանուն մնալու պայմանով ինսայդերի հետ զրույցում նշել է, որ այդ նշումը նշանակում է, որ քաղաքացու ստուգման դեպքում անհրաժեշտ է նախ դիմել FSB-ին եւ որ դա նշանակում է, որ այդ անձը FSB-ի վերահսկողության տակ աշխատող օտարերկրացի է կամ ոչ հրապարակային տեղեկատու։ Սա սենսացիա էր, սա ֆոտոշոպ էր, սա ինչպես եք դուք մեկնաբանում։ Ինչ սենսացիա։ Ոնց կարա սենսացիա։ Կարող են որ մարդկանց համար սենսացիա։ Այդ սովետական ժամանակներում բոլոր խոհանոցներում պատին կար բան, ռադիոկետ այսպես կոչված, որը միշտ միացած էր, բայց իրան ոչ մի չէր լսում։ Մոտավորապես այդպես է, ես հիմա ինձ դու եմ այդ բանի պես։ Ինչքան ժամանակ ասում ենք այդ մարդը էպես բետակից չի դուրս գա։ Ընդհանրապես ոչ մի ռուսական ուժ Հայաստանում որը կա։ Անդեր բացի ինձը, բացի դա ինսայդերի նյութում կան հղումներ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների, որոնք հանդիսանում են բանկանի անգամ քո եթերներում ասել են Ռուսաստանի դեսպանատունը պետք է մնա 3 հոգի։ Դեսպան, հավաքարար եւ վարորդ։ Որովհետև նույնիսկ հյուպատոս պետք չի, որովհետև մեզ մոտ ներքին անձնագրերով գնում գալիս են։ Հյուպատոսի կարիք էլ չկա, լավ մի հոգի էլ կարան պայել, չգիտեմ, քարտուղարուի, որպեսզի դեսպանը, ասենք, չգիտեմ, սպերմատոքսիկոզից չմեռնի։ Բայց մնացածը այդ ամբողջ շենքը 12 հարկանի, մի հատ էլ հյուպատոսություն Գյումրիում, մի հատ էլ ԳՌՈ-ի տոճկա Մեծամորում, մի հատ էլ, չգիտեմ, FSB-ի տոճկա այս բանի Չինաստանի եւ ամերիկյան դեսպանատան մեջտեղը, որը հարիվ մարդիկ մտածում են թե եկեղեցիա, որը երբեք չի օծվել, ասենք ռադիոռազվեդկի կետա։ Այս ամբողջ բանը sense կարող է հավաքել մի անգամից տանել աղբաման ունենալ։ Բոլորս գիտենք դրա մասին։ Okay, ինսայդերի համար կարող է դա բացահայտում է։ Կամ Հայաստանում ինչ-որ մարդկանց համար բացահայտում։ Իմ համար բացահայտում չի, ինձ համար երբեք գաղտնիք չի եղել, որ Ռուսաստանի Դաշնությունում ոչ մի օլիգարխ եւ դրա մասին ասենք բացեիված գրեթե ձերի պասկն հայտարարել է։ Ոչ մեկ, ով 2000 թվականից հետո պահպանել է ունեցվածքը կամ ձեռք է բերել ունեցվածքը, իրանք ոչ մեկ FSB-ի տակից չեն դուրս եկել։